անգամ նա գնաց թատրոն, նույնիսկ չիմանալով, թե այն որտեղ է։ Առաջին անգամ կամերային թատրոնում Քեթրինի դիմավորեցի ես։ Կամերային թատրոնում ողջունեց բոլորին, իսկ երբ հասկացավ, որ մարդկանց փոխարեն նրան դիմավորեցին արձանները, շփոթված նետվեց դեպի դուռը։ Բայց Արթուրին կանգնեցրեց նրան։ Մենք արդեն եկել էինք բեմում, աշխատանքները սկսվել էին եւ ինքը միանգամից, երբ որ ներկայացրեցին, ասեցին եկել է, միանգամից բեմ իջավ։ Իհարկե գնահատեցինք նրա պլաստիկ ունակությունները, հենց առաջին օրն էլ նա ընդգրկվեց մեր խմբի մեջ։ Այդ օրվանից Քեթին դարձավ կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը։ Եվ այսօր նա մեր տաղավարում է, Քեթրին Մանասյանն է մեր հյուրը։ Ողջույն։ Քեթրին, այս պատմությունը իրական է, հա։ Կուզենայի ասել, որ ոչ լրիվ հորինված էր, բայց Ես արձաններից երբեք չեմ վախեցել, հա։ Հա, կուզենայի, բայց այդ ֆոբիան ինչ արած կա, անհասկանալի մի բան է, դե յուրաքանչյուրս ունենք ինչ որ մի բան մանկությունից։ Հա, ու շատ վախենալու էր, որ շատ կենթանի էին նրանք նստած, այժմյան արձանները չէին, ավելի կենթանի մարդիկ կային։ Դե ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում կամերայինում, ինտերիերի առումով, բայց շատ էսպես դե պատկերացրեք նոր աղջնակ, նոր ավարտած են, որ ուզում ես բոլորին դուր գալ, շատ էթիկայի բոլորին անհատական բարևել նկատել եւ տեսնում ես, որ ոչ մի շարժում հետո ես նկատում, որ մի կույտ արձաններ են տեղավորված ու շատ էին արձանները, այդպես ինձ թվաց, որ այդ համատարած է լինելու, դեռ շենքը չէի դիտել, բայց հիմա ասեմ ձեզ շատ տարօրինակ բան, այդտեղ վախս կոտրվեց որոշակի առումով, միակ արձաններն են, միակ շենքի, որոնց ես արդեն սովորել եմ։ Մինչև կամերային թատրոնի դուռը բացելը, ինչ ճանապարհներով է անցել, քանի անգամ է միտքը փոխել Քեթրին, մինչև հասկացել է, որ պիտի դերասանուհի դառնա։ Չէ՞ որ դուք փոքրուց եւ պարում էիք, երգում էիք, առաջին դասարանից գնացել եք պրոֆեսիոնալ պարի։ Երբ ծնվեց վերջնական որոշումը։ Անկեղծ ասած, երբևէ չեմ մտածել որպես մասնագիտության մասին դերասանի, չեմ վերաբերվել որպես մասնագիտություն իմ դեպքում, միշտ անհասանելի է թվացել, որովհետև մեր ժամանակին, երբ մեր ծնողների դաստիարակությամբ եւ մեր այսպես տեսած ֆիլմերը հայ ֆիլմի անհասանելի էին եւ շատերի համար իմ սերնդի այդ պատճառով մի քիչ այլ էին ուղղվածությունը, ավելի շատ մանկավարժական թեքումով այսպիսի միտումներ կային, ավելի շատ մամայից սեր գալիս այդ, որ քանի որ ես էլ ինչ որ այսպես անդադ կազմակերպչական սովորացնելու ինչ որ բնավորություն ունեի, չէ, կային այդպիսի խաղեր, ինձ թվում է բակային խաղեր բոլորս դեռ կան այդ դասատու, դպրոց, չգիտեմ, այդպիսի ինչ որ խաղեր, բժիշկ, նո իմ մոտ հիմնականում գերակշռում էր այդ դպրոց խաղը, որտեղ ես միշտ ուսուցչուհին էի ու սովորեցնում էի։ Ավելի այդ միտումով էի եւ ուզում էի հումանիտար թեքումով գնալ եւ այդպիսի քայլեր էլ արվել էին, ուղղակի շատ պատահական եղավ ընտրությունս, որ իմ մեջ այդ կոմպլեքսը նկատեցին ու ինձ ուղղորդեցին դեպի թատերական այսպես ուղղվածություն։ Մինչև մասնագիտության անցնելը դպրոցական տարիները ինչպիսին էին։ Շատ փակ այսպիսի անձնավորություն էի, ասեմ, ավելի հետևող էի նատուրայով, այսինքն տեսակով, եւ ուսուցիչները հնարավոր է, որ շատ զարմացել են, երևի թե, չգիտեմ, ես չեմ խոսել, բայց կարծում եմ, որ զարմացած կլինեին իմ ընտրության առումով, որովհետեւ դպրոցում փորձում էի որքան հնարավոր է լավ սովորել, հիշում եմ նաեւ դեպք, երբ որ 4 եմ ստացել եւ տուն չէի ուզում մտնել, որովհետեւ պետք է 5 ստանայի, սիրում էի միշտ այսպես հնարավոր է այն անգիր անող աշակերտներից չէի, բայց քանի որ ունեի երևակայություն, այդպես փորձում էի արագ իմ երևակայության այսպես բերումով մոտեցում տալ տարբեր առարկաներին, բայց դասամիջոցներին խիստ տարբերվում էի, որը կարծում եմ ուսուցիչները դժվար թե իմանային։ Դասամիջոցներին ակտիվ էի, հնարավոր է սեղանների վրա պարեի, երգեի, բայց դասի ժամանակ շատ զուսպ էի, դասալսմանը միշտ առաջին պատասխանողն էի, որքան հիշում եմ։ Քեթրին, իսկ հիշում եք ժամանակ առ ժամանակ ձեր ուսուցիչներին կամ հանդիպում եք նրանց հետ։
Ցավոք չեմ հանդիպում, բայց հիշել միանշանակ հիշում եմ, միանշանակ բոլորին եմ հիշում, ունեի նաև շատ սիրված, չեմ ուզում ասել չսիրված կային, բայց կային ավելի սիրված ուսուցիչներ, որոնց միշտ հիշում եմ, նույնիսկ մորս եմ միշտ հարցնում, որովհետև մայրս արդեն վերջին տարիներին, երբ ես պիտի ավարտեի դպրոցը, արդեն մայրս աշխատում էր դպրոցում եւ նրա միջոցով գիտեմ, որ շատերը դպրոցում չեն արդեն, տարբեր դպրոցներում են աշխատում։ Քեթրին, այսօր կտեսնես նրանցից ոմանց, քույրդ մեզ օգնել է, դիտենք տեսանյութը։ Ծմարվա բուքին, սառնամանիքին դպրոցի ճամփան դժվար է երկար շատերի համար։ Միշտ տանից դպրոց էին գալիս այդ նույն ճանապարհով, ճիշտ է, երկար ճանապարհներ ունեինք, պտույտ գալով, բայց ամենակարճ ճանապարհը, որ մենք գտել էինք, մի հատ փայտից աստիճան կար։ Ամենածիծաղելին դա էր, ուրեմն ամեն անգամ երբ գալիս էինք, աստիճաններից մեկը չկար, մեկը երկուսը, ու մենք ծանր պայուսակներով գալիս էինք, պետքա շրջանցեինք, ինչպես ասում են, կասկադյորի հայերեն, ինչպես է լինում, այդպիսի հնարքներ գործեինք, որպեսզի կարողանայինք ինչ-որ կերպով հասնել դպրոց, չենք կարող ուրիշ ձև, որտեվ եթե ետ գնայինք, պտտվեինք, արդեն ուշանալու էինք։ Ժամանակին այս դպրոցում էր սովորում Քեթրինը, այս միջանցքներով վազվզում ու նույնքան աղմկում, որքան այսօր այս փոքրիկները։ Դպրոցում շատ բան չի փոխվել, ինչպես եւ չի փոխվել ուսուցչուհին, ով Քեթրինի անունը լսելով արդեն փոքրինչ շիկնեց ու շփոթվեց։ Հիշում եմ իրենց դասարանը, ավարտական դասարանը այստեղ էր, նա նստում էր մեջտեղի շարքում, ահա Վասիկ, նստարանները այն ժամանակ այսպեսին չէին իհարկե, մենք փոխել ենք, հին խորհրդային կարգի նստարաններն էին, ինքը նստում էր այս շարքի, հենց այս նստարանում։ Հենց այս։ Այո, սկզբում այդպես չէր, բայց ավարտական տարին այստեղ էր նստում ինքը, այս դասասենյակում, դժգոհություն չէր արտահայտի, բայց հայացքի մեջ զգում էր, որ նա ինչ-որ մի բան ուզում է ավելին իմանալ կամ քեզ հետ համաձայն չի ինչ-որ մի բանում, բայց այդ մասին չէր բարձրաձայնում։ Ուսուցչուհին մեզ խորհուրդ տվեց անպայման բարձրանալ այն դահլիճը, որտեղ մի անգամ բոլորը հասկացան, որ իրենց դպրոցում ապագա դերասանուհի է մեծանում։ Նարինեն հիշում է Քեթրինին այս բեմում, իսկ ինչպիսին էր նա ցույց տվեց միայն մեկ պայմանով՝ հաղորդման ավարտից հետո պետք է երաշխավորել Նարինեի անվտանգությունը։ Այսպես ոգևորված արտասանում էր Քեթրինը. Ես իմ անուշ Հայաստանի արևահամբարն եմ սիրում, մեր հին սազի ողբանվակ, լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման, ու նայրյան աղջիկների հեզաճկուն պահրն եմ սիրում։ Շնորհակալություն։ Հետո Նարինեն մոռացավ քույրիկի սպառնալիքներն ու հիշողության գիրկն ընկավ։ Մենք էլ լուր հեռացանք։ Քույրս մինչև հիմա տուն չի եկել, փաստորեն լուրը հեռացել են ինքը դեռ չի նկատել։ Վախը սրտում։ Ընկեր Լազյանը, իմ շատ սիրելի ուսուցչուհին հայոց լեզվի եւ գրականության, իմ համար կարծես թե չէր փոխվել։ Նույն բարի աչքերն էին։ Իսկ ձևերը ճիշտ էր անում քույրիկը։ Այդպես էի արտասանում։ Չէ, իհարկե ինքը գրոտեսկի մեջ։ Ինքն էլ է դերասանուհի, ոչինչ, թող վատ պարոդիա անի։ Չեմ հիշում այդ ես իմ անուշ Հայաստանին, որ այդ բեմից ասեինք, այդտեղ ավելի շատ կազմակերպվել է, ասենք, ավարտական դասարանների երեկոներ, բայց հիշում եմ մի ծիծաղելի դեպք, որ մի ժամանակ կար, երբ որ մեր հեռուստատեսություններ սկսեցին թափանցել հումորային հաղորդումները, այնքան ծիծաղալու էր, որ մենք մտածել էինք, որ այդ ամեն ինչը ինչ որ ցուցադրում են, մենք նույնը որ թութակի պես կրկնենք այդ բեմից, բոլորը ծիծաղից մեռնելու են։ Ու անիմաստ խումբ էինք հավաքել։ Նույն հումորները անում ենք, եւ որ դե պատկերացրեք բարձր դասարանի տղաները միշտ ձեռք են առնում, միշտ այդպես ծաղրում են, ու որ կեսից հա ինչ մոնո։ Այսպես ինչ որ ժեստերով դուրս եկան, բայց մենք չէինք կոտրվել։ Ինչ որ անիմաստ այսպես սավաններ էինք փաթաթել բանի, իբրև դա մեր հագուստներն են, չէ, ոչ թե իմիջ, այլ բեմական հագուստ էինք ստացել, ու մեզ թվում էր ահավոր ծիծաղելի բաներ ենք անում։ Ավարտել եք Հայ ֆիլմի կինոդերասանի ստուդիան, հետո նաև ջազ քոլեջի ջազ վոկալ բաժինը։ Երբ եկաք կամերային թատրոն, դուք զգացիք, թե ինչ եք ստացել այդ երկու հաստատություններից։ Հայ ֆիլմից հետո եմ կամերայինում աշխատել, կամերայինում աշխատում էի 1 տարի, այդ ընթացքում արդեն ընդունվեցի Երևանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջ։ Եվ այդ ամենը
ինչ ստացել եք, դուք կարողացաք բերել բեմ Եվ արդյոք բավարար էր։ Հայ ֆիլմից հետո բնական յուրաքանչյուր տեղ սովորելուց հետո ես չեմ կարծում, որ բավարար է ինչ որ արդյունքով գոհանալը, որովհետև միշտ սովորելու տեղ կա եւ կամերայինն էլ մինչեւ հիմա ինձ համար շատ լավ դպրոց է։ Հայ ֆիլմից հետո կամերային մուտք գործելը ես ասում եմ երևի հրաշքով էր թե ինչով էր թե ինչ որ բախտի գործակից էր, որը իրականում այդքան էլ ինձ մոտ այդպես չի, որ ինչ որ բան բախտով ստացվի, որովհետև ես իրոք կարող եմ այսպես հայտարարել, որ ամեն ինչի որ ես հասել եմ, շատ դժվարությամբ է լինում, նաև դա երևի իմ բնավորությունից է։ Ես մի բան պարզեմ, դու ինչպես եղավ որ եկաք, ձեզ ուղարկեցին, ինչպես ասում են, ուղեգիրեր աշխատանքային, թե ծանոթ խնամի բարեկամ, ինչպես եկաք կամերային։ Կամերային այ կոնկրետ հիշում եմ ում ուղղորդությամբ եմ եկել, կամերային իմ կուրսից Աշոտ Կարմելոյան, որը հետագայում Կարգին հաղորդման տնօրենն էր եւ նաեւ խաղում էր իրենց քեչերում։ Աշոտը հենց իմ կուրսեցին էր, ինքը ասաց, որ Քեթրին, ինչու յուրաքանչյուր տեղ մտնում ես, բայց չես մտնում կամերային թատրոն, որտեղ որ հենց քո այդ ամբողջ ունեցած տվյալները հնարավոր է օգտագործել միանգամից։ Ասում եմ, մնացած բոլոր թատրոնները քիչ թե շատ հաճախել էի դպրոցական տարիներին, իսկ կամերային ցավում եմ, որ երբեք առիթ չէր եղել, որ լինեի։ Եվ փաստորեն հենց առաջինից իսկ օրը ձեզ նկատեցին։ Քեթրին, այն տարիների Քեթրինը եւ այսօրվա Քեթրինը ինչով են տարբերվում իրարից։ Շատ օգնեց հենց ուսանողական տարիներից ինձ մարդկային տեսակի վրա աշխատանք, որովհետև մինչ այդ ավելի չասեմ մեծամտություն, բայց որոշ այսպես հպարտությունը, երբ որ խեղդում էր, ավելի շատ գոռոզության ու ինչ որ վատ տեսակների էր տանում մարդկային, որը որ ես ուզեցա կանխելի մեջ, այսինքն եթե ժամանակ կար, որ ես կարող էի իմ առավելությունը իմանալով որևէ անձի հանդեպ օգտվել դրանից եւ նույնիսկ ինչ որ պահերի, եթե ինչ որ վիճաբանություն կար կամ որևէ կոնֆլիկտ կար, այդ կոնֆլիկտը մինչեւ վերջ պահել հաղթանակած, բայց ինչ տեսակ հաղթանակած, այն ժամանակ հաղթանակը ինձ համար ուրիշ բնույթ ուներ, հիմա ուրիշ։ Այսինքն որպես մարդ իմ վրա աշխատեցի, որպեսզի ավելի հոգեբանորեն փորձեմ մոտենալ ու այդ առումով ես սկզբում ասացի, որ մանկավարժական չնշեցի, որ ուզում եի մանկավարժություն եւ հոգեբանություն ընտրել կոնկրետ ճյուղը եւ շատ սկսեցի ընթերցել ու նաեւ ինքս ինձ փորձի վրա եւ մարդկանց հետ շփման մեջ փոխել ու թատրոնը շատ օգնում է այդ հարցում։ Գիտեք ինչ, հիմա շատ լավ բաներ եք ասում, բայց քիչ թե շատ որպես դրամատուրգ թատրոնին ծանոթ լինելով կարող եմ ասել, որ հիմնականում թատրոնը նաև պայքար է եւ եթե այդպես դու փորձես քեզ կողքի քաշել, ինքդ քեզ սրբագրել, ապա շատ արագ կհայտնվես, եթե ոչ լուսանցքում, գոնե կուլիսներում։ Համաձայն։ Այսինքն անատամ այդպես, ինչպես դուք նկարագրեցիք, դուք այդպես եք եւ Չէ, հիմա դուք որոշակի ծայրահեղություն նկարագրեցիք։ Որովհետև ձեր ասածն մի քիչ ծայրահեղություն է։ Միգուցե։ Գանք ոսկի միջին։ Ես եկա ծայրահեղության նաև, որովհետև այն տարբերակն էր ծայրահեղություն ու դրանց մեջտեղը հետո նոր բերեցի եւ հատեցի դրանց միջնագիծը։ Դա այո, բարդ աշխատանք էր։ Հիմա չեմ ասում, որ իդեալական որևէ մեկս չենք կարող մեզ դարձնել, մենք տիկնիկներ չենք, մարդիկ ենք, որոնք հոգի ունեն։ Բայց այո, որոշակի այո, ինչու՞ չէ, նաև լինում են երբեմն այդ զիջումների ընթացքում։ Գիտեք, որ դուք կարող եք խաղալ եւ տրվում է ձեր կողքինին քրիստոնեական հանդուրժողականություն ուր մնաց։ Նայեք, կարելի է պայքարել, բայց շատ արդարացի եւ դուք ինչպես եք պայքարում։ Ճիշտ տարբերակներով, այսինքն ոչ թե կոպիտ ասենք, բայց շատ լավ այսպես մեր բանահյուսության մեջ կա, չէ՞, տակը փորելով չգիտեմ, մեկի տակը փորելով, այդ չօգտագործելով, այսինքն ոչ թե տակը փորելով, այլ կոնկրետ ապացուցելով գործով։ Եթե ես կարող եմ, ես ուրեմն կարող եմ հայտ ներկայացնել, որ ես էլ եմ ուզում փորձել այս դերը, եւ եթե ես ապացուցեմ, որ ես ավելի լավն եմ։ Ուրեմն այսինքն դուք ուղիղ ճակատամարտի կողմնակից եք։ Միանշանակ։ Լավ։ Այստեղ առայժմ վերջակետ դնենք, կարող ես վերադառնամ, ես չգիտեմ, շատ հետաքրքիր խոսակցություն է, բայց հիմա լսենք ձեր դասախոսին։
Միայն կասեմ, որ նա կարողանում էր գրավել բոլոր տղաներին։ Թե ոնց էր գրավում, ես չգիտեմ, բայց իր վրա բոլորը սիրահարվում էին, բայց ինքը շատ էր սիրում հոգու հետ խաղալ բոլորին։ Շատ էր, ու ես այդպես էլ չհասկացա։ Վերջապես Քեթրինը ում էր համակրում մեր կուրսում։ Բայց հիմա ես տեսնում ավելի հասունացած Քեթրինի, որը արդեն բալիկ ունի, բայց միևնույն ժամանակ երազում է խաղալ մոնո ներկայացում։ Քեթրին ջան, ես էլ եմ մտածում ինչ-որ մի ներկայացում քեզ առաջարկել, որտեղ դու մենակ ինքդ հանդես կգաս, խոսել եմ Ալեքսանդր Գարգիչի հետ եւ Հենրիկ Ռուբենիչի հետ իրենք ինձ մի քանի ինչ-որ բաներ ասեցին, մենք երևի հետո իրար հետ կկապվենք, այսինքն հիմիկվա Քեթրինը իրենից դեռ չբավարարված ամեն անգամ ձգտում է ինչ-որ նոր գործի եւ նրա նույնիսկ չի խանգարում ընտանեկան, այսինքն այն մթնոլորտը, որ երեխա պետք է մեծացնի։ Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ, փորձել եմ լինել մարդ։ Որտե՞ղ ես դու։ Ամփուրում եմ։ Չարլի։ Երբ մենք հանձնում էինք ձեզ հետ արդյոք չի պատահել կոմպոզիցիան, որտեղ նա աչքի ընկավ տարբեր ծաղկախաղ էր արել տարբեր գրողների գործերից, այստեղ եւ Սունդուկյան էր, եւ Պետեֆի էր, եւ Պարոնյան էր, եւ Չարենց էր, եւ Չապլինի նամակը իր դեստեր Ջերալդինային, այնպիսի մեծ տպավորություն գործեց, նստած էին տարբեր բնագավառի արվեստագետներ եւ նկարիչներ եւ երգիչներ եւ նաեւ Հրաչ Վահագնիչը, Կիմ Արզմանյանը եւ շատ շատերը հանկարծ ձեռծափարությունների ներքո վարակույրը չփակված բեմ է բարձրանում Կիմ Գուրգենիչը չսպասելով քննարկմանը, չսպասելով գրկում է Քեթրինին եւ ասում է դուք կարող եք հպարտանալ, մեր ազգը ունի իր Սոֆի Լորենը, իհարկե այստեղ նկատի չուներ արտաքին տվյալները, միայն Քեթրինի չնայած ինքը շատ հաճելի եւ երեցկադեմ աղջիկ է, նա նախ եւ առաջ նկատի ուներ նրա տաղանդավոր բազմաշնորհ հատկությունները։ Քանի տարեկան եք տեսանյութում։ Գիտեք, ես անկեղծ ասած նույնիսկ չէի հիշում, ես ինչպեսին եմ եղել, ես քանի տարի է ես չէի տեսել երբեք այս տեսանյութը, երևի պահած ունեն միայն դասախոսները։ 16, երևի 16։ Քանի տարի եք աշխատում կամերային թատրոնում։ 18 տարի։ Շատ դերասաններ փորձում են համատեղել թատրոնները կամ փոխում են թատրոնը։ Դուք ամուր եք, հա, կարծես կամերայինում։ Փորձում եմ։ Այսինքն այլ թատրոններ չեն հետաքրքրում։ Ես շատ հարգանքով եմ վերաբերվում եւ միշտ արտահայտվում եմ, որ ուրախ եմ յուրաքանչյուր հայաստանյան թատրոնի յուրաքանչյուր լավ ներկայացման համար եւ անկեղծորեն տխրում եմ յուրաքանչյուր չստացված ներկայացման համար։ Բայց ես ընտրությունս կատարել եմ վերջնական եւ կարծում եմ, որ դա միակ վայրն է այսօրվա դրությամբ, որտեղ ես ռեալիզացնում եմ իմ բոլոր ունակությունները։ Ճիշտ է, հիմա բավական հետ եմ մնում քայլերով, բայց կարծում եմ, որ 18 տարի նվիրելուց հետո ես իրավունք ունեմ նաև իմ փոքրիկին, իմ հրաշքին, այո։ Ոչինչ, այս դադարը իմ համար ցավոտ է, բայց նաև անհրաժեշտ։ Բայց կաք թատրոնում, չէ՞։ Այո, ներկայացում, ես խաղում եմ, այո, ներկայացումներ կան, իհարկե նկատի ունեմ նոր ներկայացումներ դեռ չկան, բայց ձեզ ասեմ, որ շուտով մենք պատրաստում ենք։ Հրաշալի է։ Ես ինչքան գիտեմ կամերային թատրոնի մթնոլորտը, կարծես ընտանիք լինեք։ Այո։ Ստեղծագործական ընտանիք ավելի ճիշտ։ Եվ այնտեղ ընկերությունը, գործընկերությունը ինչպես է համատեղվում։ Հիմա հնարավոր է, որ մտածեն շատ վերամբարձ արտահայտություններ եմ ասում, քանի որ դա իմն է, քանի որ 18 տարին բավական մեծ շրջան է, բայց ես անկեղծորեն եմ խոստովանում, որ այո, իսկապես ընտանիքի պես է։ Ընտանիքում էլ յուրաքանչյուրից լինում են, չէ՞, տարբեր ենք լինում, յուրաքանչյուրից նույնիսկ նույն ծնողներից ծնված երեխաներն են կատեգորիկ տարբեր լինում միմյանցից եւ հնարավոր են նաեւ այսպես տարաձայնություններ, անհամաձայնություններ, ասենք ոչ նույն տեսակետի շուրջ այսպես զրույց ունենալուց,
նաև կամերային թատրոնում է այդ առողջ մթնոլորտը, բայց ձեզ անկեղծ ասեմ, որ նույնիսկ դերի համար պայքարելու, ասում եմ, բոլորի մոտ այդ կարծիքը ձևավորվեց, որ եթե ինչ որ մարդիկ նոր մտնում են եւ այդքան, չգիտեն, ասենք, ստրուկտուրան դեռ ուզում են ինչ որ ստրատեգիա մշակեն, որով մտածել են, որ պիտի ինչ որ քայլեր անեն, մեկ էլ տեսնում են, որ այդ չի անցնում։ Թատրոնն ունի արդեն իր ավանդույթը։ Իր ավանդույթն ունի, իր, այո, չգրված օրենքները, բայց որոնք որ յուրացնում ենք անկախ մեզանից, ապացուցիր գործով, եթե դու ես լինելու տվյալ տեղում, տվյալ վայրում։ Այդպես է բոլորիս մոտ ձևավորվում։ Քեթրին, իսկ ինչպիսի ընկեր ես դու։ Անկեղծ ասած, ես ախր իմ կարծիքը շատ սուբյեկտիվ է եւ սխալ է։ Մենք հետո ուրիշներին կլսենք, հիմա սկզբում ձերը լսենք։ Շատ կարևոր բան կարող եմ ասել, չգիտեմ, դա ես ընկերության մասին մի քիչ շատ կծավալվեմ, բայց հիմա երևի հաղորդումը չի հերիքի։ Ընկերության մասին ես լրիվ ուրիշ պատկերացում ունեմ, այսինքն այդպես չի, որ ընկերը պետք է լինի միակ, շատ թանկը, որին նվիրական, այդպես չի, լավ դրա մասին չխոսենք, բայց եթե ընկեր համարում ենք այն մարդկանց, որոնք վստահելի են, որոնք պատասխանատվության զգացում ունեն, այլ ուրիշ բաներ չթվարկեմ, ես շատ երկու կարևոր հատկանիշ ասեցիք։ Ես վստահելի եմ եւ պատասխանատվության զգացում ունեմ։ Իսկ Ռաֆայել Երանոսյանը հատուկ կարծիք ունի ձեր մասին եւ մենք հիմա կլսենք։ Ուրեմն տարիներ առաջ հին Հայաստանում ես ու Անդրանիկա Հարությունյան որոշեցինք, որ պետքա ամանորյա մի հատ միջոցառում անցկացնենք ու հրավիրենք բոլոր թատրոնի դերասաններին։ Նկարանումը գնում է, բոլորն ուրախ են, գույներ, փայլեր, հրավառություն, մթնոլորտը ասենց թաթերական։ Քեթրինը բարձրացավ բեմ, որպեսզի երգի Happy New Year, Աբա խմբի Happy New Year, Ուրեմն ես անդամ որոշեցինք այն վառվող կրակներից, այն բինգալիսկիներից, հետո ասենց Քեթրինի հետո ասենց ինչ-որ ասենց փայլեր անենք, բան դե մեր թատրոնի Քեթրինն է, որ ավելի ճոխ լինի, բաներ, ոչ մի թատրոնի չէին կարել, բայց դե որ մեր Քեթրինն է երգում, մենք ասենց հետո ասենց բան։ Ուրեմն չեմ իմանում ոնց եղավ այս կրակներից մեկը թռավ Կետիի գլխին։ Ու ես տեսա, որ ընկավ կրակը Քեթրինի գլխին։ Ձերս միանգամից դրեցի գլխին։ Ռասի ասենց ձերս կդնեմ գլխին կհանգի։ Այդ իմ ձեռը բարձրացնելու ու այդ քամու հետ միասին ասես բոց տվեց ու Քեթրինի գլուխը այրվեց։ Հիմա նկարումը դադարեցրել ենք, անկեղծ եմ ասում, Քեթրինի այս մասը համարյա մի այսքան այրվել էր, մազերը ամբողջությամբ թափել էին, հիմա Քեթրինը լացում է, ես եկել եմ Քեթրին ջան, մի ամիտ չէ, բայց այդ բանը դա աղջիկ է, նյարդայնացել է, ինքն ինձ է բան ասում, ես Քեթրին ջան, խնդրում եմ, ախր մի ամիտ եղել, կներես, չէի ուզում, կարող է իննադու եմ արել այդ ամեն ինչը, չէ, ցավը տանեմ, բան, մի խոսքով կռեցինք, բան ես կամ մենք 6 ամիս, ես ու Քեթրինը այդ դեպքից հետո իրար հետ չխոսացինք, Քեթրին ջան, ես քեզ շատ եմ սիրում, իրոք ամբողջ հանրային հեռուստատեսության եթերով ես ամբողջ ազգի առաջ ես քեզանից ներողություն եմ խնդրում այդ օրվա համար, երդվում եմ, մի ամիտ է եղել, անկեղծ եմ ասում, մի ամիտ է եղել։ Ու մի բան էլ ասեմ, Քեթրին ջան, ես վստահ եմ, որ դու իմ հաղորդումը նայելուց հետո ես որոշել, որ ես նմանատիպ ինչ-որ բաներ պետք է լինի։ Տենց նախանձի մի էլ, մեկը ես միշտ տարբերվում եմ ցավը տանը։ Լրիվ իր ամպլուայի մեջ էր։ Իսկապես այդ շատ դաժան օրեր, բայց ես ասեմ, որ Ռաֆոն սենց ջերմ ասում էր, հա, իսկապես ես էլ Ռաֆոին շատ եմ սիրում իր տեսակով եւ համոզված եմ, որ իր խոստովանությունն էլ անկեղծ է, որպես մարդ իմանալով իրեն, բայց այդ կներեսը շատ ուշացել էր։ Դրա պատճառով էր, որ 6 ամիս չեմ խոսել, այսինքն բոլորի հոգատարությունը կար, բացի նրանից, բայց ինքը մեղավորություն էր զգում, դրա համար չէր մոտենում։ Այդ էր պատճառը։ Բայց ծիծաղելին է ներկներեք, որ ես այդ մազափունջը պահել էի, ինձ թվում էր էլ չի աճելու։ Ես մտածում էի ինչ տարբերակով պետք է այդ կպցնեմ, ասում էի հետո կարող է ինձ ասեն կամերայինիկ ՃՊԼ կամ այդպես ինչ որ բաներ, բայց չէ նայեք։ Նորմալ։ Իմն են։ Ստուգեք։ Քեթրին, մենք հիմա ունենք քիչ ժամանակ եւ դեռ հարցեր, փորձենք արագ գնալ առաջ, ինչպես եք վերաբերվում բամբասանքներին եւ այս պահին հիշեցինք նյութեր համացանցում տարածվել, դուք երգում եք Կոբուլետիում, փորձում էին վերագրել։
Բամբասանքին զվարճանքով են վերաբերվում, որովհետև հիմնական ինքը զվարճալի ժամանակ անցկացնելու տարբերակ է։ Չէ, երբ ձեր մասն են բամբասանք։ Նորմալ է, եթե բամբասանք է անունը, բամբասանք է, ուրեմն արդեն համապատասխան վերաբերմունք։ Այո, համապատասխան վերաբերմունք պիտի ունենա։ Եթե որոշակի ուղակի եք երկում, թե գումար եք։ Կոբուլեցիում ես գնացի ընկերներիս հրավերով ուղակի հանգստանալու։ Ուրեմն չգիտեմ, որ չնայած եթե նաև երկեի, ասում եմ, որևէ բան չկար այդտեղ, որովհետև բայց վերնագրերը ուրիշ ձև էին, եթե նկատել եք։ Քեթրին Մանասյանը երգում է, այնքան սպառնացող էր դա, որ չգիտեմ, երգում են իմ համար աչքերիս մի տեսակ ուրիշ կերպ երևաց, երգում են հնարավոր է ուրիշ բառը գրած, ես երգում եմ հասկանում։ Մարդ է սպանել եւ կտրատում ուտում է։ Այդպես ինչ որ սպառնալիք կար, նույնիսկ կոմենտները շատ, այսպես ես ուրախ եմ, որ շատ առողջ մարդիկ էին կոմենտներ գրել, ամեն դեպքում ես չեմ հանդիպել ինչ որ տարօրինակ մարդկանց, որոնք որ ավելորդ բաներ գրեին։ Ես ոչ մի ձեւով անդրադարձ չարեցի, ուղղակի ծիծաղում էինք այնտեղ, նույնիսկ կարդում էինք, ինձ ասացին ուղղակի հայերը։ Ասեմ ձեզ, նկար էր դրված, տեղադրված, որտեղ պարզ երևում են երկու հսկա երգիչներ, վրացի։ Ուրեմն սրճարանում նստած էին երկուսը։ Ես քանի որ շատ սիրում եմ երգել եւ նաեւ ընկերներիս վերցրած սրճարաններ, հաճույքով ուղակի վերցրել էի որևէ բան ինձ համար այն ժամին, որ բոլորը ճաշում են։ Ոչ ոք չկար, բայց հետաքրքիր էր հաջորդող վերնագիրը, որ եւ նույնիսկ բանը նստած ոչ ոք չկար, իբրև սրճարանում ոչ ոք չկար, նախ ճաշի ժամեր բոլորը ճաշում էին։ Ձայնից փախել են, երգից փախել են, հա, իբրև թե, բայց նաեւ թող ինքնագովազդ նաեւ հնչի, ես բայց ճշմարտությունն եմ ասում, դրանից հետո լավ գովազդ եղավ, ես ուրախ էի ընկերոջս համար, որ իր սրճարանը բավական լավ լցվել էր, բոլորը գալիս հարցնում էին, բա Քեթրինը երբ հայտնի, բայց Քեթրինը ուղղակի մի անկյունում սպորտային շորերով կանգնած հնարավոր է ապարում էի, բայց այդ ժամանակ քայլում էի ուրիշ կողմ, որպեսզի այսպես անդադ այդ խոսակցությունների տարափը չլիներ։ Կարեն է խոսենք ընտանիքի ժամանակը վերջանում է։ Ձեր ամուսինը սիրիահայ է։ Այո։ Ինֆորմացիան ճիշտ է։ Ինչպես ծանոթացաք։ Մեր ընդհանուր ընկերները ծանոթացրին։ Այդպես շատ սովորական Սեր առաջին հայացքից թե երկար ընկերություն։ Ոչ մի հետաքրքիր բան ես ձեզ չեմ կարող պատմել, ոչ մի ինչ որ ընկերություն, ռոմանտիկ ինչ որ զգայացունց, տեսարան, ինչպես խոստովանվեց սեր ամուսնության առաջարկ։ Ուղղակի առաջարկությունը, որ էլի ինչպես հասկացաք Նարինեն քույրս գախտնի այսպես միջոցառումներ կազմակերպելու իմ դեմ վարպետ է։ Ես միշտ պատրաստ չեմ եղել ամուսնության, դա անկեղծ ձեզ ասեմ։ Ու հա, իսկապես եթե այդ հանկարծակի պատրաստելը չլիներ, որ քրոջս հետ որոշել էին մատիս չափսը, արդեն միանգամից որ մատանին ու այսպես ինչպես ֆիլմերում կատար դավադրություն։ Քո փոխարեն որոշել էին։ Որոշել էի ես այդ պահին չգիտեմ ինչ կատարվեց իմ հետ, որոշեցի որ Եվ չես ափսոսում։ Չէ։ Սիս հրաշք բալիկը իրար հետ շատ կարճ է, ինչ փոխվեց կյանքում բալիկի ծնունդով։ Շատ գլոբալ ամբողջովին Քեթրինը փոխվել է, անճանաչելի Քեթրին եմ ես ինձ համար, սկսած ֆիզիկականից մինչև նաև բնավորությունը ամբողջությամբ նվիրված եմ իրեն, չգիտեմ ոնց եմ ինձ ետ բերելու այդ կոպիտ ասած կոմայից։ Պարզ է որ շատ երջանիկ եք, բայց կա մի մարդ, որ պակաս երջանիկ չէ ձեր բալիկի ծնունդով։ Դիտեք տեսանյութը։ Իմ առաջին թորնիկն է, շատ սպասված է, շատ։ Նու ծնդաբերելու ժամանակ իս չեն ասել, ես գիտեի, որ դեռ մի քանի օր էլ ունի էլի Քեթրինը։ Դպրոցում էի, ինձ զանգահարեցին, ասեցին, որ տղա թորնիկ եք ունեցել։ Հիմա հիշելուց հուզվում եմ, շատ ուրախացա, որտև առաջինն էր։ Ու ամենը լավը աշխարհում, ցիցով տանեմ։ Այս պահին ասում եմ, ինչ ուզում ա լինի, ինչքան դժվարություն, ինչ լինի, միայն թորնիկս ա, էլի, որ հույս ա տալիս, ուրախացնում ա։ Ինքան ուրախացա, որ իրա գիրկը իրա բալիկին տեսա, դրանից եկում էլ չկա աշխարհում։ Մամայս ինչի եք լացացրել։
Բայց ձեր բալիկը տեսախցիկի հետ շատ լավ էր իրեն զգում, զգացիք։ Բայց ասեմ զարմանալի էր, տանել չի կարողանում տեսախցիկները եւ ֆոտո։ Կոնկրետ մեր տեսախցիկները սիրեց երեխան։ Դուք զարմանալիորեն գիտեք ինչպես։ Ես կարծում եմ այս տեսանյութից հետո պետք է Քեթրինին թողնել, որպեսզի նա գնա փոքրիկի մոտ։ Այն շրջանն էր կյանքում, որ երևի թե ժամերն է, հա։ Ամենաերջանիկ շրջանը։ Հա։ Նույնիսկ որ երբեք չի եղել ներկայացում, որտեղ ես որևէ տեքստ մոռանամ, բոլորի տեքստերը գիտեմ, այդ ֆենոմենալ հիշողության մասին բոլորը գիտեն թատրոնում, որ ասում են դե լավ էլի հնարավոր չի այդքան անդադ ճիշտ լինել։ Մի անգամ եմ մոռացել, որ պիտի մուտքս լիներ, հետ Ռաֆոյից հետ Նազար էին խաղում, Ռաֆոյի ու Անդոյի հետ։ Ռաֆոն ասաց՝ «Գիծ ջան, դա ինչ էր»։ Մաչկդ կպել էր, ասացի, չեմ մտածում էի երեխան ճաշը կերավ, կաթխում հենց անդադ իր մտքերով էի։ Վերջ ավարտում ենք Քեթրին, գնացեք տուն։ Ձեր բալիկի մոտ։ Շատ շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն նաև այսօր մեր հանդիսատեսին։ Մենք ավարտում ենք այսօր մեր տաղավարումը, Քեթրին Մանասյանը կհանդիպենք։